Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հարյուրավոր մարդիկ էին համախմբվել աղոթքով իրենց զորակցությունը հայտնելու ԲՀԿ նախագահ, բարերար ու գործարար Գագիկ Ծառուկյանին։ Միասնական աղոթքին ներկա էին նաև Գագիկ Ծառուկյանի մայրը Ռոզա Ծառուկյանը, տիկին Ջավահիր Ծառուկյանը, զավակներն ու թոռները։ Եկեղեցում ներկաները աղոթքով ու հավատով Տիրոջից զորակցություն էին հայցում Գագիկ Ծառուկյանի համար։ Քրիստոս Աստված մեր պահի պահպանի օրհնի Տեր ներկա հավատավոր ժողովուրդս եւս առավել Տեր օրհնի Գագիկ Ծառուկյան ծառայիքո եւ Ծառուկյան Գելդաստանի բոլորին։ Չկա մարդ այս կյանքում, որ դժվարության նեղության մեջ չհայտնվի։ Սակայն հոգևոր կյանքը, աղոթքը օգնում է, որ դու այդ բոլոր դժվարությունները դյուրությամբ, հեշտությամբ հաղթահարես։ Եվ այսօրվա մեր աղոթքը թող երկինք բարձրանա, առ Աստված բարձրանա։ Եվ Աստծո պահպանությունը իշտի մեր շատ սիրելի Գագիկ Ծառուկյանի եւ իր ընտանիքի վրա, եւ մեր աղոթքն է, որ այս դժվարությունները, նեղությունները Աստծո սիրով եւ խաղաղությամբ հաղթահարվի։ Աղոթքից հետո ներկաներին դիմեց Ռոզա Ծառուկյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս կարևոր պահին եկեղեցի են եկել աղոթքով ու հավատքով իր որդու կողքին լինելու համար։ Խորին երախտագիտությունը Ծառուկյան Գագիկի օջախի դուստրերի նոջ իմ սիրելի Ջավահիրի կողմից ես հավաքված հանրությանը ամեն մտնագիշերին լուսաբաց կա, անպամած օրին արեգակ կա, այն խիստ ձմռան շնչին վառ գարուն կա։ Համբերատար լինենք, շուտով իմ որդին կգա, նորից մեզ հետ կլինենք աշխատենք։ Շատ շնորհակալ եմ։ Ամեն ինչի մեջ ուրախանանք, Աստծուն փառտանք, որովհետև ինչ նեղություն, դժվարություն որ կա, իր հետևից մեր շատ քաղցր բաներ, ամեն ձմեռ ունի գարուն, եւ ընդհանրապես պետք է խաղաղությամբ, օրհնությամբ վայելենք եւ փառք Աստծո ամեն ինչ Աստծո ողորմությամբ շատ լավ լինելու։ Ծառուկյան ընտանիքի կողքին են նաև տարբեր ոլորտների հայտնի գործիչներ, հանրային դեմքեր, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից տղաները ՀԱՕԿ նախագահի օգնական Էրիկ Եղյանի հետ։ Պարոն Ծառուկյանը միշտ եղել է մեր պատերազմի մասնակից տղաների կողքին, արցախցիների կողքին, մարզիչների կողքին ու ես ասեմ իմ կարծիքը, որ ես չեմ հավատում այն, ինչը որ իրան մեղադրում են։ Շատ վիրավորված եմ եւ հիասթափված, քանի որ այսպիսի մարդկանց հանդեպ արվում են անօրինական գործողություններ։ Աշխատում եմ այն մարդկանց կողքին գնալ կանգնել, ովքեր որ այս ազգի համար բան ունեն արած, չընկալել նրա մարդ տեսակը, արած գործերը, բարությունները չես կարող։ Հավաքված մարդիկ նշում էին, որ այս օրերին իրենց ներկայությամբ եւ աղոթքով ցանկանում են սատար կանգնել Գագիկ Ծառուկյանին։ Նրանց խոսքով հավատն այն ուժն է, որը մարդուն օգնում է հաղթահարել ամենածանր փորձությունները, իսկ արդարության հանդեպ վստահությունը երբեք չի մարում։ Իրենց զորակցությունը հայտնելու եւ աղոթք բարձրացնելու եկած հավատացյալները վստահ են, Գագիկ Ծառուկյանն այս փորձությունը նույնպես կհաղթահարի պատվով։ Նրանք հույս հայտնեցին, որ արդարությունն ի վերջո կհաղթանակի եւ բարերարը շուտով ազատության մեջ կլինի։ Որպես հայ քրիստոնյա կարծում եմ, որ ամենաճիշտ աղոթքի միացումն է։ Դժվարությունը մարդու համար է, պետք է չկորցնել հավատն առ Աստված, եւ ես վստահ եմ, որ բոլորիս միասնական աղոթքը բարօրություն է բերելու ոչ միայն Ծառուկյանի ընտանիքին, այլ ամբողջ հայ ազգիս, որովհետեւ ես ուզում եմ որպես մասնագետ բոլորն ապրեն հոգեպես խաղաղության մեջ։ Ո մարդկային արդարություն թող որ թքեմ քո ճակատին։ Այստեղ եմ եկեղեցաշինարար մարդու կողքին եմ կանգնած, ինչպես ասում է Աստծո խոսքը, առանց ինձ տերևը ծառից չի շարժվի։ Եթե մարդը եկեղեցի կառուցում, ուրեմն այդտեղ Աստվածայինը կա։ Պարոն Ծառուկյանին եկել եմ աջակցեմ, չիսենց եկեղեցի սարքողին կբռնեն, իրանք նա թերթի բուտկա չեն սարքել, քանի հատ նման եկեղեցի է սարքել։ Ես գիտեմ, որ Աստված ամեն ինչ իր ձեռքերում, Աստված ամեն ինչ դեպի լավին է տանելու։ Ով ինչքան վատություն անի, իրան կանի։ Պարոն Ծառուկյանը ժողովրդի համար շատ բաներ արել, ներդրումներ, եկեղեցիներ, օգնել է պատերազմ տղաների հաշմանդամ տղաներին, օգնել է բազմազավակներին, բոլորին անխտիր օգնել է, ու մենք ցանկանում ենք, որ ինքը շուտ վերադառնա։ Իսկ թվում է փորձությունները բոլորի համար է, կարևորը կարողանան հաղթահարել,
ու պարոն Ծառուկյանը այն մարդկանցից է, որ իր մոտ դա անպայման կստացվի։ Նման մարդու հետ այդպես չեն վարվում, շատ սխալ բան է։ Այլանդակ իրավիճակում, որ հայտնվավ պարոն Ծառուկյանը, որ արժանի չէր սրան, որ իր նման մարդիկ, որ այս երկիրը ծաղկացնում են, շենացնում են, հազարավոր մարդիկ աշխատում են, այսօր այս մարդկանց անորոշ վիճակի մեջ են դրել։ Չեն թողում այս ազգը մի քիչ շնչի, մի քիչ լավ ապրի։ Սարքում են գլխներին, գեներալ լինի, վայենի լինի, քաղաքական, ով ուզում է եղի այսօր։ Եթե ուզում են, զգում են մարդը զարգանում է, մարդու քոքը ուզում են կդրածել են։ Ես իր 40-50 տարվա հարևան եմ եղել։ Ես իրան նանգիր ճանաչում եմ։ Այսքան եկեղեցի որ կառուցել է, իզուր չի կառուցել։ Աստված վերևից տենում է։ Եկեղեցական արարողության ավարտին ներկաներին իր երախտագիտության խոսքն ուղեց նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը Ռոզա Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր եկել էին աղոթքով կիսելու այս օրը եւ իրենց աջակցությունը հայտնելու Գագիկ Ծառուկյանին եւ ընտանիքին։ Ես ուղղակի շնորհակալություն կասեմ մեր ընտանիքի անունից այսքան մարդկանց աջակցության համար, ովքեր այս դժվարին օրերին մեր ընտանիքի կողքին են, աջակցում են մեզ, սատարում են հորս եւ հավատում են, որ արդարությունը վերականգնվելու է։ Վստահ եմ, որ ամեն բան շուտով ավարտվելու է, մեր աղոթքները Աստծուն են բարձրանալու եւ այս անորոշ ու անհուսալի իրավիճակը շուտով ավարտվելու է, ամեն բան իր տրամաբանական եւ բարի ավարտն է ունենալու։ Բարի գործերը երբեք չեն մոռացվում։ Շնորհակալ եմ այսքան մարդկանց աջակցության համար։ Մեր ընտանիքի բոլոր անդամները աջակցություն եւ բազմաթիվ նամակներ են ստանում Հայաստանում եւ դրսում գտնվող թե հայ, թե արտասահմանցի մարդկանցից, ովքեր ճանաչում են հորս, տեսել են նրա բարեգործությունը, անձամբ մտերիմ են նրա հետ։ Դա ինքնաբուխ ուղակի մարդկանց աջակցությունն է, ինչ-որ ձև օգնելու, աջակցելու, ցույց տալու, որ մեր կողքին է։ Շնորհակալ ենք բոլորին։ Բնականաբար արդարությունը կվերականգնվի։ Արդարության պարագայում եւ մարդիկ են ապահով ապրում, երկրի հիմքը արդարությունն է եւ մարդիկ մի օր կարթնանան եւ վստահ են, որ ամեն բան ավարտված է լինելու։ Եկեղեցում կայացած միասնական աղոթքը վերածվեց հանրային համերաշխության յուրօրինակ դրսևորման, որը մեկտեղեց հասարակության ամենատարբեր շերտերին։ Աղոթքի ավարտին ներկաները նաև մոմ վառեցին Գագիկ Ծառուկյանի համար։